Բարև խաղաղություն բառն այսօր հնչում է ավելի հաճախ, քան երբևէ, եւ սա բնական է, աշխարհը ավելի շատ խոսում է խաղաղության մասին այն ժամանակ, եւ դրա կարիքը զգացվում է առավել։ Եվ այսօր հակամարտություններով լեցուն այս իրականության մեջ խաղաղությանն ուղղված որևէ նախաձեռնություն արժանի է մեծ ուշադրության։ Այս ժամանակաշրջանը Հայաստանի համար նշանավորվում է որպես բարդ որոշումների եւ մեծ հնարավորությունների ժամանակաշրջան։ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի նախագահի հետ միաժամանակ արժանանում են միջազգային մրցանակի տասնամյակներով շարունակվող հակամարտության էջը փակելու համար։ Միաժամանակ Միացյալ Նահանգների նախագահը ձևավորում է խաղաղության խորհուրդ եւ հրավիրում է Հայաստանին դառնալ այդ խորհրդի հիմնադիր անդամ։ Մի կողմից միջազգային մրցանակ, մյուս կողմից նման հրավեր։ Սա մեծ հաշվով նշանակում է, որ Հայաստանը մասնակից է դառնում գլոբալ գործընթացների, որոնք պայմանավորելու են հետագայի, ապագայի կամ վաղվա գլոբալ անվտանգությունը։ Այս ամենը իհարկե շատ լավ է, ոգևորիչ է, սակայն այս ամենին պետք է արձագանքել ոչ թե հույզերով, այլ գիտակցելով, թե սրանք ինչ են բերում Հայաստանի համար պատասխանատվություն եւ նոր հնարավորություններ։ Այս հարցերի մասին ենք մենք խոսելու առաջիկա 30 րոպեների ընթացքում։ Ես զրուցելու եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, որտեղ համադրվում են փաստերը, կարծիքները, գնահատականները եւ կանխատեսումները։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Սկսենք միջազգային մրցանակից, Զայեդ մրցանակ։ Արդյոք ինչպես պետք է ընկալել այս մրցանակը, արդյոք սա միջազգային հանրության կողմից կամ միջազգային հանրության մի մասի կողմից հաստատում է այն, ինչ ասում պնդում էր Հայաստանի կառավարությունը, այն մասին, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը այլևս ավարտված է, այդ էջը փակված է։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Նախ ուզում եմ ասել, որ այս մրցանակի շնորհումը Հայաստանին դա նշանակում է, որ իրոք Հայաստանը կամաց-կամաց քաղաքական, դիվանագիտական շրջափակումից դուրս է գալիս, որին մեզ մտցրեցին նախկինները։ Ու դա շատ ակտուալ է այսօր ասել, քանի որ մեզ սպասում են ընտրություններ հունիս ամսին։ Քանի որ հիշում եք ինչ էր ասում Իլխամ Ալիևը, ինքը ասում էր խաղաղությունը մենք բերեցինք։ Մենք հասանք հաջողության ու ստիպեցինք Հայաստանին խաղաղության ճանապարհով գնալ։ Հիմա միջազգային հանրությունը իդեմս Դոնալդ Տրամպի, իդեմս այլ խաղացողներին ասում է, չէ, Ալիև, դու էլ քո լուման ունես, մենք դա գնահատում ենք, քանի որ դու էլ նախաստորագրեցիր խաղաղության պայմանագիրը, բայց Հայաստանն էլ հավասար կա։ Դա ինչ է նշանակում, օֆիցիալ, ի պաշտոն է, նշանակում է, որ Հայաստանին գնահատում են, Հայաստանը դուրս է գալիս մեկուսացումից ու կոպիտ ասած Ռուսաստանի ստվերում լինելուց։ Շատ լավ լուր է, նորություն է, ինչքան հասկացա, այս մրցանակը դա հիմնել են Արաբական Էմիրատներում, միջազգային է դա, ուրեմն այո, Հայաստանի լուման, Հայաստանի քայլերը գնահատվում է աշխարհի կողմից։ Դրանից մեծ բան միջազգային հարաբերություններում չկա ոչ մի բան։ Դրանից մեծ բան, ինչու քեզ գնահատում են։ Ուրեմն վաղը քո վրա հարձակվելը բավական ցավոտ կընկալվի տարբեր խաղացողների կողմից, նաև արաբական աշխարհի։ Ուրեմն ճիշտ է ճանապարհը ընտրված։ Շատ լավ եք ասում, քեզ գնահատում են եւ բայց միաժամանակ նշեցիք նախաստորագրված պայմանագրի մասին, այսինքն թե այդ գործընթացը ավարտված չէ։ Հիմա եթե չավարտված գործընթացին միջազգային հանրության նման գնահատական է տրվում, սա ռիսկեր ունի, թե չունի, թե լեգիտիմացնում է, թե ինչ է անում։ Դրանով միջազգային հանրությունը անդառնալի է դարձնում այդ խաղաղության process-ը։ Եթե միջազգային հանրությունը ասի, այս մրցանակը չենք տա, միջև վերջնական չստորագրեք, այդա այլ խաղի կանոններ են։ Եվ որ ասում են, հա, նախաստորագրված են, բայց մենք համարում ենք, որ ստորագրությունը վերջնական անխուսափելի է, ու ձեզ շնորհում ենք այդ մրցանակը, դա նշանակում է դու խրախուսում ես, որ Ադրբեջանը ի վերջո ստորագրի։ Ավելի պարզ գործիք է սա, նաև խաղաղության գործընթացը վերջնականացնելու, ուժեղացնելու, անշրջելի դարձնելու, այո։ Շատ լավ, հաջորդը Միացյալ Նահանգների նախագահի վերջին օրերին շատ քննարկվող նախաձեռնությունն է խաղաղության խորհուրդ
եւ նրա հրավերը այսօր արդեն հայտնի դարձավ, որ պաշտոնապես հրավիրել է Հայաստանին դառնալու այդ խորհրդի հիմնադիր անդամ։ Նախ այս խորհրդի մասին ինչ է սա իրենից ներկայացնում արդյոք իրականությանը համապատասխանում են կամ մոտ են իրականությանը այն դատողությունները, այն դիտարկումները, որ սա կարող է դառնալ այլընտրանք ՆԱՏՕ-ին ասեմ, ՄԱԿ-ին ասեմ, երկուսին միաժամանակ ասեմ։ Ну դա խաղաղության խորհուրդն է, որը ստեղծեց Դոնալդ Թրամփը։ Այդ իր անձնական որոշումն է, նույնիսկ Միացյալ Նահանգների որոշումը չի։ Հիմա ասում են խաղաղության խորհուրդ Գազայի հարցով, բայց դա լայն է, միանշանակ լայն է։ Այդ կոնկրետ հիմա Գազայի հետ կապած քայլեր են, դա ավելի լայն է։ Խաղաղության, նաև այլ կոնֆլիկտների լուծման հետ կապված մեծ խորհուրդ կլինի։ Ես պետք է ասեմ, այո, չես կարող ասել, որ վաղը դա կփոխարինի ՄԱԿ-ը, բայց Դոնալդ Թրամփն էլ հայտնի է, չէ՞, դուրս եկավ ՄԱԿ-ի մոտավորապես 30 ստորաբաժանումներից 60-ը այդ միջազգային կառույցներից, բայց դրա մեջ այդ 60-ի մեջ մտնում է 31-ը հենց ՄԱԿ-ի ինստիտուտներից։ Ուրեմն Դոնալդ Թրամփը ուզում է ինչ-որ ինստիտուտ ստեղծի, որը մասամբ կփոխարինի ՄԱԿ-ը, ու ես չեմ բացառում հենց այս խաղաղության խորհուրդն է, որ այդ դերը կխաղա, դա է պատճառը լուրջ պետք է նայենք այդ նախաձեռնության, քանի որ դա ի վերջո նախաձեռնությունն է ամենահզոր երկրի նախագահի Դոնալդ Թրամփի։ Ես այդ առաջարկը, որ դուք հնչեցրեցիք, որ Նիկոլ Փաշինյանին առաջարկում են մտնել, ես ինչքան հասկանում եմ հիմնադիր անդամները պետք է 1 միլիարդ դոլարի կարգի գումարներ ներդնել այդ process-ի մեջ։ Ես ճիշտը ձեզ ասեմ, ես կմտածեի։ Ես չէի ասի, որ չէ, այդ մեծ գումար է, պետք չի, քանի որ այդ մեծ process է գնում։ Եթե դու մտնում ես այդ մեծ process-ի մեջ, ուրեմն համապատասխանաբար դու պաշտպանված ես։ Դա երկարաժամկետ պատասխանատվություն է ստանձնում։ Իսկ փոքր երկրի համար այդ երկարաժամկետ պատասխանատվությունը մեծ հնարավորություն է, թե նաև ռիսկեր են։ Միանշանակ հնարավորություններ են, որ ռիսկերը, ասենք դու քո ձայնը կհնչի Գազայի հարցով, քո ձայնը կհնչի Վենեսուելայի հարցով, քո ձայնը կհնչի այլ հարցերով, դա միայն դու ուժեղանում ես։ Հենց մեջ ծանր վիճակը 2020 թվականի ինչի հետ էր կապված, որ նախկինները բերեցին մեկուսացրեցին Հայաստանը, կցեցին, դարձրեցին կցորդ Ռուսաստանի։ Այսօր 5 տարի անց կամ 6 տարի անց այդ պատերազմից հետո մենք հիմա էլ ավելի վառ տեսնում ենք, որ անհաջողությունները նաև կապված են նրա հետ, որ նախկիները կպցրեցին մեկին, այդ մեկն էլ խաղացնում էր մեզ, կոպիտ ասած մանիպուլացնում էր, ու ոչ ոք մեզ այդ ոչ մի բան չէր կապում։ Ուրեմն դուրս գալ այդ մեկուսացումից, ակտիվ աշխատելը ճիշտ է, ուստեղ ես ռիսկեր չեմ տեսնում Գազայի հարցով, ինչ ռիսկեր։ Դոքո ձայնը այնտեղ կլինի։ Գազայի հարցով չէ, ընդհանրապես այդ ռազմավարական հաշվարկ է պետք երևի փոքր երկրների համար եմ ես ասում մասնավորապես։ Բայց այստեղ ոչ մի վտանգներ ես չեմ տեսնում, դուք կտեսնեք բոլոր գլխավոր խաղացողները նաև եվրոպական կմտնեն այդ խորհրդի մեջ։ Ֆրանսիայի մասով ինչ-որ կասկածներ կան։ Կասկածներ կան, բայց ի վերջո կմտնեն։ Ֆրանսիան մեծ խաղացող է նաև Սիրիայում, նաև Պաղեստինում իր դերը ունի, ասեմ ձեզ, Ֆրանսիայի դերը շատ մեծ էր այդ արաբական աշխարհում, քանի որ Ֆրանսիան ճկուն քաղաքականություն էր վարում, հիշում եք պատերազմի ժամանակ Գազայի դաժան շատ են քննադատում, որ Իսրայելին ուժեղ աջակցում է Թրամփը, հիշում եք Ֆրանսիան նախաձեռնություններով հանդես էր գալիս, որից հետո նույն պահին Թրամփը զանգում էր Մակրոնին, ուրեմն ի վերջո իրանք բոլորը կմտնեն, ու պետք է մտածել, ես չեմ բացառում, որ ճիշտ կլինի մտնել, ինչքան էլ մեծ գումար չլինի դա։ Հայաստանը արդեն դրական արձագանքել է, դրական է պատասխանել, տեսնենք կամ պիտի ձեր ասած գումարը վճարվի եւ հիմնադիր անդամ դառնա կամ 3 տարի է, չէ՞, եթե չես վճարում 3 տարով կարող ես դառնալ։ Իսկ ինչպես եք վերաբերում այն փաստին, որ նման հրավեր ուղարկվել է նաեւ Ռուսաստանի Դաշնությանը։ Սա ճնշելու գործիք է Ռուսաստանին, թե կոմպրոմիսային դաշտ ստեղծելու հրավեր։ Ну կա կարծիք, որ կոպիտ ասած Թրամփը ասում է, գիտես ինչա,
այդպես կարծիք կա, որի հետ ես համաձայն չեմ, որ Տրամպը ասում է, նայի Գրենլանդիայի հարցը ես էլ լուծում, Վենեսուելայի, Ռուսաստան, քեզ էլ թողնում եմ, ասենք, հետխորհրդային տարածք։ Ես դրա համաձայն չեմ այդ կարծիքի, Տրամպը այդ քաղաքականության չի տանում։ Տրամպը ինչ է ուզում։ Ուզում է ներգրավելով ավտորիտար ռեժիմների ներկայացուցիչներին, Բելարուսին հրավիրեց, Ռուսաստանին, ներգրավելով մեծ process-ների մեջ, ես կասեի այդպես, իրենց վրա դնել պատասխանատվություն։ Եթե ինքը ներգրավում է Պուտինին այս process-ի մեջ ու Պուտինը համաձայնվում է, ուրեմն Տրամպի ազդեցությունը, Տրամպը այդպես է մտածում, կուժեղանա Պուտինի վրա։ Ի վերջո ինքը կասի, նայ դու մտար այդ Գազայի հետ, Ուկրաինայի հարցը շատերը չգիտեն, այս խաղաղության խորհուրդ Ուկրաինայի հարցն էլ ուզում է մտցնել Դոնալդ Տրամպը, ուրեմն ինքը Ռուսաստանին հրավիրում է կապելու ձեռքերը։ Նու շատ դժվար կլինի Ռուսաստանին համաձայնվելով, եթե Պուտինը համաձայնվի մտնի խաղաղության այս խորհրդի մեջ ու հետո ռմբակոծի, ասենք, Կիևը։ Այդ գիտեք, այս մեխանիզմները փոխկապվածության բավական ուժեղ է։ Ես կարծում եմ տրամաբանությունը Տրամպի դա է։ Ինքը ինչու Բելարուսի ղեկավարին հրավիրեց, ինքը ինչա, չգիտի ով է Լուկաշենկոն, նույնացիպ ինչ որ Մադուրոյի մի տեսակն է, բայց դու գիտեք, որ Լուկաշենկոն մեծ թվով քաղբանդարկյալներ բաց թողեց միայն առաջարկությամբ Տրամպի խնդրանքով։ То есть Տրամպը խնդրեց, ինքը բավարարեց։ Հետաքրքիր ձևակերպում տվեց, չէ՞, առաջի արձագանքը, որ մենք քաղբանդակյաններ չունենք, նորից ասում են ունեք ազատեք, հատելով ձեր համար փոխանցաններ, ուրեմն ազատենք։ Ձեզ համար ինքը քաղբանդարկել, ուրեմն ես հարգում եմ ձեր կարծիքը։ Չէ, ինքը ստիպում է այդ տոտալիտար ղեկավարներին, բռնապետներին, մի քիչ դառնալ ճկուն։ Դա ինչ էֆեկտ կտա երկարաժամկետ կոնտեքստով դժվար եմ ասել, բայց կարճաժամկետ էֆեկտ տալիս է։ Ես ճիշտ լսեցի կամ ճիշտ հասկացա, որ ըստ ձեզ Տրամպը ասածը մոտավորապես այն է Պուտինին, որ ես լուծում եմ չգիտեմ, Վենեսուելայի հարցը, այս հարցը ձեզ թողնում եմ, քեզ թողնում եմ այդ խորհրդային տարածքը։ Այդպես։ Ես համաձայն չեմ այդ բացատրության, բայց շատ ու շատ մարդիկ ասում են, նայեք, բաժանվում է աշխարհը ազդեցության գոտիների վրա։ Տրամպը ասում է Գրենլանդիային, ինձ մտահոգում է Գրենլանդիան վտանգությունը, Վենեսուելան, քանի որ կողքսեն, Կուբան եւ այլ, միք միջամտի, մենք էլ չենք միջամտի Ուկրաինայի հարցի մեջ։ Ես կողմնակից չեմ այս բացատրության Տրամպի քաղաքականության։ Իմ կարծիքով Տրամպը ուզում է ուժեղացնել գլոբալ դերը Միացյալ Նահանգների ու ինքը հասկանում է, որ բոլորի դեմ պայքարել դժվար է ու ինքը ուզում է ներգրավել այդ process-ի մեջ նույնիսկ Պուտինի տիպի կամ Լուկաշենկոյի բռնապետերի կապել ձեռները։ Ի վերջո, եթե դուք համաձայնվում եք խաղաղության խորհրդի անդամ դառնալ, Գազայի հարցն է, Ուկրաինայի հարցն է, ամբողջ աշխարհում, ուրեմն դու համաձայնվում ես սահմանափակել քո ուժային քայլերը։ Իսկ ինչպիսին են հիմա այս պահին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների քաղաքականությունները հարավային Կովկասում, դրանք ավելի շատ եւ ավելի շուտ հակադրվում են, թե կոմպրոմիսային լուծումների փորձեր արվում են։ Փոքր դատարից հետո շարունակենք, կվերադառնանք վարքյաններ անց։ Հիշեցնեմ, սա Ազատ Զրույց Նյուզի եթերում ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Պարոն Գրիգորյան, մենք եկանք հասանք Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի քաղաքականություններին, դրանց հակադրված լինելու թե կոմպրոմիսային լինելու տարբերակներին հարավային Կովկասում։ Գիտեք, այո, զարգացումները բարդ են գնում աշխարհում ու միշտ էլ վտանգ կա, որ Պուտինը կառաջարկի Տրամպին կոպիտ ասած բաժանել ազդեցության գոտիներ։ Ասել գիտես ինչա, Հայաստանը տրադիցիոն պրոռուսականներ դուրս արի, խի ես այդ ծրագիրը ստեղ անում կամ ուշ չի արդեն կամ մեզ իմ կարծիքով ուշ է, բայց դու գիտեք ամեն ինչ մենք պետք է անենք, որ իրականացնենք այդ ծրագիրը, որ ուշ լինի, որ այլընտրանք Ռուսաստանը չունենա, որ խաղացնելու հնարավորություն չունենա, այդ վտանգը միշտ էլ կա, ինչքան դու ձգձգես այս ծրագրերը, այդքան վտանգները կաճեն։ Ինչու՞, քանի որ Դոնալդ Տրամպը լիքը դարդեր ունի,
Մենք տեսնում ենք Դոնալդ Տրամպը ակտիվ, ագրեսիվ քաղաքականություն է վարում, բայց լիքը խնդիրներ ունի, չէ՞։ Դուք մտածում եք Վենեսուելա հարցը լուծվեց կամ Իրանի։ Նոր սկսվեցին այդ հարցերը։ Քանի որ տեսակ Վենեսուելայում ինքը չկարողացավ առաջի փուլով բերել իր ուզած մարդկանց, չէ՞։ Ինքը հենվեց հիմա Մադուրոյի թիմի վրա, այդ Մադուրոյի թիմը հիմա թույլ է, հիմա զգուշավոր է, վաղը, ասենք, կարող է նույնը Իրանը, ասենք Իրանի դեմ քայլեր անելը, Իրանը բարդ պետություն է, բարդ համակարգ է, չմտածեք, որ վախացրեցին եւ վերջ։ Ահա, ուրեմն ինքը դարդեր շատ ունի։ Ուրեմն մենք պետք է ակտիվ առակ իրականացնենք Տրամպի ծրագիրը Ամերիկայի հետ, որ հետ դարձի հնարավորություն չլինի, ու Ռուսաստանը փաստի առաջ կանգնի։ Այ իմանա, որ վեճ, ստեղ Միացյալ Նահանգները։ Եթե մենք ձգձգենք, Ռուսաստանը շանս կստանա, օրինակ, Տրամպին վաղը ասել, գիտես ինչա, մի արա այս ծրագիրը, ես մեր գոտու մեջ մտե, քանի որ Ռուսաստանը շատ ու շատ խաղաքարտեր ունի։ Օրինակ, Ռուսաստանը կարող է ասել, մենք վերջնականորեն Մադուրոյից հրաժարվում ենք։ Կամ դու գիտեք ինչ հայտարարեց Ռուսաստանը։ Բարիս բուն իմաստով 3 ասեց Գրենլանդիայի հարցում, եթե իր ուզածին հասնի Տրամպը, ուրեմն ինքը պատմության մեջ կմտնի որպես հզոր դեմք։ Պարզ է, չէ՞, Ռուսաստանը դեմ է, որ Գրենլանդիան ամբողջությամբ վերահսկի Միացյալ Նահանգները, այդ նշանակում է Արկտիկայում Միացյալ Նահանգների դերը 10 անգամ կավելանա, քանի որ Գրենլանդիայի դիրքը աշխարհագրական անչափ կարևոր է Արկտիկայի համար։ Բայց տեսակ ինչ խաղ է տալիս Ռուսաստանը։ Գովում է իրան, որ ինքը գնա այդ քայլի, որ ՆԱՏՕ-ն քանդվի, թուլանա։ Տեսակ ու Ռուսաստանը ունի խաղաքարտեր, օրինակ, ի վերջո կասի Գրենլանդիայի հարցով մենք չենք քննադատի քեզ, բայց Հարավային Կովկասը մեզ տուր։ Ուրեմն այս վտանգները միշտ կան, բայց ես չեմ տեսնում, որ խաղը տալիս Միացյալ Նահանգները ու բացատրեմ նաև ինչու Հայաստանի դեպքում, քանի որ կա Մարկո Ռուբիո ու շատերը չգիտեն, կա պարոն Վենսը, փոխնախագահ։ Այս երկու դեմքերը կոշտ պրոհայկական դիրքորոշում ունեն լավ իմաստով։ Ոչ թե իրանք Ադրբեջանի դեմ են, չգիտեմ, Թուրքիայի դեմ, իրենք հարգում են Հայաստանը, մեր քրիստոնեությունը, մեր պատմությունը միանշանակ հետ չեն կանգնի։ Դες մեր իրավունքները չեն խախտվի։ Այո, իրանք դեմ չեն, որ Ադրբեջանի հետ աշխատում են, իրանք բաց ասում են, հեսա դուք գիտեք Մարկո Ռուբիոն հերախոսազրույց ունեցավ Բայրամովի հետ, ինքը պատմեց ինչի մասին էր հանդիպումը Արարատ Միրզոյանի հետ Վաշինգտոնում։ Դες իրանք պահպանում են այդ դիվանագիտական հավասարակշռությունը, բայց որ իրանք միանշանակ թույլ չեն տա, որ Հայաստանի դեմ քայլի լինի, այդ միանշանակ է։ Բայց այդ ամեն ինչում ինքում նաև իրենց ռազմավարական նպատակներն ու շահերն են, չէ՞։ Այնպես չի, որ միայն հանուն Հայաստանի սիրուն աչքերի կամ կամարվոնքերի, իրենք էլ ունեն այստեղ իրենց ռազմավարական նպատակը եւ թրիփ, որ մենք խոսում ենք, դա եւ վերջո Միացյալ Նահանգների միջին միջանցքի կարևորագույն հանգույցն է։ Համաձայն եմ, բայց միշտ կա այլընտրանք։ Միշտ կա այլընտրանք, Վրաստանով կանեն, չէ, կներեք էլ է, Վրաստանով կանեն, Վրաստանով կմտնեն Թուրքիա, Թուրքիայից Եվրոպա, Վրաստանով ծովով Եվրոպա, այլընտրանքներ միշտ կան, բայց միտքս ինչու՞մ է կայանում։ Հիմա այս պահի ընտրությունը մեր օգտին է եւ պիտի արագացնենք դա։ Հա, արագացնենք։ Հիշում եք հյուսիս-հարավ, որ ասում ենք, նու բարեբախտաբար այս իշխանությունների ժամանակ սկսվեց այդ ռեալ կառուցումը, բայց եթե պատրաստ լիներ, մենք այլ լեզվով կխոսենք աշխարհի հետ։ Եթե հիմա այսօրվա պայմաններում այդ ավտոմոբիլային ճանապարհը հյուսիս-հարավ վեր ավարտված լիներ, մենք այլ ձևով կխոսենք աշխարհի հետ։ Ավելի համարձակ, ավելի, բայց մենք շատ զգուշավոր ենք ինչի, որ չտապալվի տրիփ ծրագիրը, հյուսիս-հարավը չտարա, հասկանում, բայց ձգձգեցին նախկիները այդ կամ 4-5 տարի ոչ մի բան չարեցին, մենակ թալաներ։ Ահա, ուրեմն միտքս ինչու՞մ է։ Կա ծրագիր, որը արագ պետք է իրականացնես։ Ինչքան արագ իրականացնես, այդքան ուժեղանաս։ Այդ արագության հարցում դուք ինչ որ մտավախություններ ունեք, հիմա այդ ձեր ակնկալած ընթացքով չի գնում։ Ի վերջո մենք վերջին զարգացումները եթե նայենք, ասենք Ռուբո եւ Արարատ Միրզոյան ստորագրեցին այդ թրիփի շրջանակը ըստ չհաստատված, բայց հավաստի լուրերի փետրվարին արդեն ձեր ասած J.D. Vance-ի այցն է սպասվում այստեղ հիմնարկեք, բան եւ այլն։ Լավ է գնում, չէ, միանշանակ լավ է գնում, ակտիվ է գնում, բայց ես ձեզ հարց եմ տալիս, ինչի՞ է կապված, որ սպասենք
Վենսը գար փոխնախագահ ստորագրային վեճնական տարբերական։ Ինչի միջանկյալ տարբերակը ստորագրեցին կամ հայտարարության ձևով ստորագրեցին Արարատ Միրզոյանը եւ Մարկո Ռուբիոն։ Ուղեր ձեր երրորդ կողմերին։ Այո, այդ երրորդ կողմերին, որ գնում է process-ը, Ռուսաստան դուստեղ մի փորձի մանիպուլացնել կամ տապալել այդ process-ը։ Առաջի հերթին Ռուսաստանին, երկրորդը Իրանին, քանի որ Իրանը ցավոտ է անցնում։ Այո, Իրանը մեր կառավարության հետ փայլուն ունի երկոսում։ Հայաստանի կառավարությանը վստահում ենք, բայց բայց ասում են Ամերիկային չենք վստահում։ Միտքս ինչու՞մ է, ճուզողներ կան, ամերիկացիք դրա համար էլ այս միջանկյալ որոշում արեցին, հրավիրեցին Արարատ Միրզոյանին համատեղ հայտարարություն։ Այս բաները պատահական չեն։ Դիվանագիտության մեջ մեծ միջազգային խաղացողների մոտ այս ձևի քայլեր պատահական չեն լինում։ Ուրեմն Միացյալ Նահանգների ցանկությունը Հայաստանը ներգրավել այդ ձեր ասած տրանսկասպիան այդ մեծ միջին միջանցքի մեջ հստակ է, բայց դու էլ պետք է աշխատես, ով քո փոխարեն քայլեր անի։ Ես մտավախություն այս փուլում չունեմ։ Դուք խոսեցիք Միացյալ Նահանգների մասին, ստորագրված այդ փաստաթղթի շեշտեցինք նաև առաջիկա հավանական այցը Միացյալ Նահանգների նախագահի տեղակալի, այսպես ասենք։ Իսկ ձեր ձևակերպմամբ ճուզողները այս ընթացքում ինչ են անում։ Հարավային Կովկասում ընդհանրապես եւ Հայաստանում մասնավորապես, եթե հաշվի առնենք, որ մեր զրույցի սկզբում դուք անդրադարձ կատարեցիք, հարկ համարեցիք շեշտել, որ այս ամենը տեղի ունենում Հայաստանում 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Նայեք, ես նշել եմ այս վերջի մի քանի օր նշում եմ, որ Սալավյովի ելույթը ավելի գլոբալ պետք է նայենք։ Ոչ միայն կոնկրետ ինչ որ վախացրեց, քանի որ Սալավյովի ելույթից հետո նորից ջրի երես դուրս եկավ Դուգինը։ Դուք բոլորը գիտեն, հայկական գործիչ է Ռուսաստանի։ Ու իր վտանգը նրանում է, որ ինքը մի ժամանակ, հիմա չէ, բայց մի ժամանակ շատ մեծ ազդեցություն ուներ Պուտինի վրա, քանի որ իր կոնցեպտը այդ եվրասիական տարածաշրջանի անվտանգային մի գոտու շատ Պուտինին դուր էր գալիս ու Պուտինը շարժվում էր այդ կոնցեպտով ու այդ կոնցեպտը ծնեց Լավրովի պլանը, հիշում եք 2011-12 թվականների, որ ամեն ինչ տալիս ենք Ադրբեջանին, Հայաստանին ոչ մի բան, նույնիսկ հիշում եք խաղադրույք անում ենք Ադրբեջանի վրա, ապրեք, բայց նույնիսկ եթե խաղադրույք անում ես Ադրբեջանի վրա, կոմպրոմիսային տեղ միշտ էլ թողնում են, չկար կոմպրոմիսային տեղ, մինչդեռ կար Մինսկի խումբը, որը ասում էր կոմպրոմիս պետք է լինի, մադրիդյան սկզբունքները, բայց Ադրբեջանը այդքան ակտիվ աշխատեց, գտավ իր կողմնակիցներին, իդեմս Ռագոզինի, հիշում եք, փոխ վարչապետ կար Պուտինի մոտ, որը առաջինը սկսեց ծախել զենք Ադրբեջանին, որ մենք դժգոհ ենք, ասում ենք, ոնց դուք ծախում եք զենք Ադրբեջանին, մինչդեռ մենք ենք դաշնակիցները։ Այդ տարիներ սկսվեց 2010 թվականից հետո։ Ադրբեջանը կարողացավ աշխատել տարբեր մեթոդներով այս ձևի մարդկանց հետ ու Դուգինը, որը գաղափարախոսությունը դուր էր գալիս Պուտինին, դարձավ իրականություն։ Ինչ առումով։ Պուտինը ընտրեց Ադրբեջանին որպես անբաժանելի մաս այդ եվրասիականի, ոչ թե Հայաստանը։ Ու ինչն է հետաքրքիր։ Շատ սինխրոն նախկին Հայաստանի կոռումպացված իշխանությունը աշխատում էր Դուգինի հետ, ոչ ուղղակի, անուղղակի, բացատրեմ։ Դուգինը ինչ էր ասում։ Ադրբեջանը հարուստ է, նավթ գազ ունի, շատ կարևոր է եվրասիականի մեջ։ Հա, Հայաստանն է դաշնակիցը, բայց Հայաստանը նիկուդա не денется։ Տեղ չունի փախչելու։ Ու նախկին իշխանությունները ուժեղացնում էին Պուտինի մոտ այդ կոնցեպտը։ Ամեն ինչ տալիս էին Ռուսաստանին, Պուտինը մտածեց, ասեց, շատ լավ է, Հայաստանը ոչ մի տեղ չունի գնալու, հիմա արի Ադրբեջանին բավարարենք, տանք Ղարաբաղը, որ Ադրբեջանը գա մեր կողմ։ Բայց հետո չարթարացավ այդ ամենը։ Չարթարացավ, քանի որ Ալիևը պարզ է,
չի ուզում կորցնել սուվերենությունը, չի ուզում կորցնել իր դիրքերը ու շատերը ուշադրություն չդարձրեցին, որ նախանցած տարի, երբ որ Ղարաբաղը ամբողջությամբ Ռուսաստանը նվիրեց Ադրբեջանին, Ալիևը գցեց Ռուսաստանին։ Ու շատերը մոռանում են, որ Դուգինի հիշում եք հայտարարությունը խաբեց մեզ Ալիևը, էս ինչ արեց, Պուտինը սկսեց հետապնդում ադրբեջանցիների ամբողջ Ռուսաստանով, այդ արձագանքը այս խաբեությանը։ Բայց փաստը մնում է փաստ, որ Ղարաբաղի հարցը ոնց է լուծվի, չէ՞։ Խաբեցին։ Հիմա Դուգինի վերադարձը շատ վտանգավոր է մեզ համար այլ կոնտեքստով։ Հիմա Դուգինը վերադառնում է, ասում է, չէ, Հայաստանը, Կենտրոնական Ասիան, այն ինչ ասեց Սալավյովը, ինքը կրկնեց 2 օր անց։ Ես լսեցի իր ելույթը, շատ վտանգավոր է։ Ինքը իր մեղքը չի ընդունում, որ ինքը խաբեց իշխանություններին, ասելով, որ Ադրբեջանը կգնա Եվրասիական միություն, իմ միջով ձեզ ասեմ, վերջի 1-1.5 տարվա մեջ տասնյակ ադրբեջանցի պրո-եվրասիական, իրանք էլ ունեն պրո-եվրասիական, սա Բերդն ստացրեց Ալիևը, ինքը ոչ միայն մերժեց Պուտինին, ինքը նաև մաքրում այդ պրո-եվրասիական, իրանք կենտրոններ ունեին, տարբեր քաղաքներում, սա փակեց։ Դուգինի ծրագիրը ամբողջությամբ տապալվեց, ահա, ուրեմն Դուգինը հիմա պետք է պատասխան տա Ռուսաստանի իշխանությունների առջև, որ իր պատճառով Հայաստանը իրանք կորցրեցին, չէ, ինքը ասում է չէ, ինքը ասում է հիմա Հայաստանը պետք է ստիպենք, որ մտնի մեջ այդ ազդեցության գոտու մեջ, այդ դա շատ վտանգավոր է, դες իր մեղքը չընդունելով, դες ոչ թե հիմա գիտեք ոնց կարող էր զարգացումը գնալ, այդ շատ կարևոր ուզում եմ բան ասել, կարող է Ռուսաստանը ասել լավ, սխալ արեցինք, արի հիմա հետ պատտացնենք մի քանի հարցեր, կապված Ղարաբաղի հարցերի, հայերի իրավունքի ոչ։ Իրանք ձև են թափում, որ սխալ չեն արել ու ուզում են մեզանից նոր բան պահանջել։ Այստեղ եւ իշխանությունը եւ հասարակությունը ուշադիր պետք է լինի։ Ընտրությունների ժամանակ այ դուք շատ ճիշտ բարձրացրեցիք հարցը։ Այս ակտուալ է դառնում ընտրությունների կոնտեքստում։ Այ հիմա մեր հասարակությունը չպետք է խափնվի։ Պրոռուսական ուժերը Հայաստանում Դուգինի հետ միասին զրկեցին մեզ Ղարաբաղից։ Ու հիմա մեր ժողովուրդը չպետք է խափնվի այս ուժերով։ Ընտրությունների ժամանակ հստակ դիրքորոշում ցուցաբերի, որ մենք գիտենք, որ դուք Դուգինի հետ էիք, Ռագոզինի հետ էիք, որ դուք բացատրում էիք, արդարացնում էիք Ռուսաստանի զենքի ծախումը Ադրբեջանին, մինչդեռ մենք էինք դաշնակից։ Այս կոնտեքստով շատ կարևոր է Ռուսաստանը անպայման հիբրիդային պատերազմի տարեր կօգտագործի ընտրությունների ժամանակ։ Որոնք են լինելու հիբրիդային հարվածները։ Ես կարծում եմ առաջին ինֆորմացիոն կօգտագործեն պրոպագանդա, ինֆորմացիոն, ապա տեղեկատվություն Եվրոպայի մասին, Տրամպի ծրագրի հատուկ թիրախավորեն Տրամպի ծրագիրը, անպայման Տրամպի ծրագրից այն նյուանսները, որ իբր մենք միջանցք ենք տալի, մինչդեռ դու գիտեք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը 2020 թվականի 9-րդ կետը գիտեք ինչի մասին է, որ գրեթե 100%-ով Ռուսաստանը վերցնում են միջանցք, մեր դերը 0 է։ Ուրեմն հիմա ամերիկացիք 74-ը 26-ի բաժանեցին, մեզ տվեցին վետոյի իրավունք, կոպիտ ասած մեր միջանցքի այդ ճանապարհի մեղրի հետ կապված միջանցքի գաղափարախոսությունը դուրս եկավ խաղից։ Եթե Հայաստանի կառավարությունը բոլոր հարցերի վրա վետոյի իրավունք ունի։ Հասկացաք, չէ՞։ Բացի դրանից մենք ստանում ենք 26% մի կոպեկ չդնելով 26% մասնաբաժին, դες կարծես թե փայլուն քայլեր են կառավարության, այ հիմա Տրամպի ծրագրի դեմ արշավ կգնա ու չմոռանամ ձեզ ասել 165 միլիոնանոց մոտավորապես 165 միլիոնանոց դոլարի կոնտեքստով Ռուսաստանի նախագահական գրանտ հիմա տրվում է առաջերտին Հայաստանում այս ագիտացիա տանելու համար։ Ու դրա մեջ կմտնի, ես կասկած չունեմ, փորձ կաշառել մեր հասարակության մի մասը սոցիալական ծանր վիճակով գտնվող մեխանիզմները տարբեր կարող են լինել։ Ռուսաստանից եկած, ասենք, օլիգարխիայի կողմից, այլ մեխանիզմներ կարող են լինել, պետք է պատրաստ լինենք։ Այդ էլ հիբրիդային պատերազմի ձևերից է։ Շնորհակալ եմ զրույցի համար, հետևենք իրադարձությունների զարգացումներին։
Խաղաղությունը երբեք ոչ ոք հենց այնպես պատրաստի վիճակում սկուտերի վրա չի մատուցում, այն ձեռք է բերվում երկար, ծանր, հաճախ դժվար որոշումների, փոխզիջումների արդյունքում։ Բայց ինստիտուցիոնալ դառնում է այն ժամանակ, երբ հասարակությունները, իշխանությունները, կառավարությունները գիտակցում են դրա կարևորությունը եւ դրա բացակայության հետևանքները։ Այսօր մենք փորձեցինք ոչ թե արձանագրել պարզապես իրադարձությունները խաղաղության այս գաղափարի զարգացումների շուրջ, այլ հասկանալ դրանց տողերը, տողատակերը, խորքային իմաստն ու բովանդակությունը։ Սա Ազատ զրույցներ Free News-ի եթերում ես զրուցում եմ գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի հետ։ Լավ մնացեք, կհանդիպենք։